Գիրք Ամովս, գլուխ առաջին։ Ամովսի խոսքերը Որթեգուեի հովիվներիցն էր, որ նա տեսավ Իսրայելի մասին Հուդայի Ոզիա թագավորի օրերին և Իսրայելի թագավոր Հովասյան Հերոբովամի օրերին, 2 տարի գետնաշարժից առաջ, և ասեց. «Տերը Սիոնից պիտի կանչե, և Երուսաղեմից պիտի տա իր ձայնը, և սուգ պիտի անեն հովիվների արոտները, և Կարմեղոսի գլուխը պիտի չորանա։ Այսպես է ասում Տերը. Դամասկոսի 3 հանցանքի համար և 4-ի համար ետ չեմ դարձնելու նրա պատիժը, որովհետև նրանք երկաթի կամնասայլերով կալի պես կասեցին Գաղաադին, այլ կրակ պիտի գցեմ Ազայելի տունը, որ լափե Բենադադի պալատները, և պիտի կոտրեմ Դամասկոսի նիգը, և պիտի կտրեմ բնակիչը Ավենի հովիտիցը, և գավազան բռնողը Եդեմի տունիցը, և գերի պիտի գնա ասորիների ժողովուրդը կիր, ասում է Տերը։ Այսպես է ասում Տերը. Գազայի 3 հանցանքի համար և 4-ի համար ետ չեմ դարձնելու, որովհետև նրանք գերիներին գերի քշեցին բոլորովին, որ հանձնեն եդովմացիներին, այլ կրակ պիտի ուղարկեմ Գազայի պարսպի վրա, և պիտի լափե նրա պալատները, և պիտի կտրեմ բնակիչը Ազովտոսից, և գավազան բռնողը Ասկալոնից, և իմ ձեռքը պիտի Ակարոնի վրա դարձնեմ, որ կորչի փղշտացիների մնացորդը, ասում է Տեր Եհովան։ Այսպես է ասում Տերը. Տիրոսի 3 հանցանքի համար և 4-ի համար ետ չեմ դարձնելու, որովհետև նրանք գերիները բոլորովին մատնեցին եդովմացիներին, և չհիշեցին եղբայրական ուխտը, այլ ես կրակ պիտի գցեմ Տիրոսի պարսպի վրա, և նա պիտի լափե նրա պալատները։ Այսպես է ասում Տերը. Եդովմի 3 հանցանքի համար և 4-ի համար ետ չեմ դարձնելու, որովհետև սրով հալածեց իր եղբորը, և կտրեց իր ողորմությունը, և միշտ պատառեց իր բարկությունը, և իր ցասումը պահեց հավիտյան, այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի մեջ, և պիտի լափե Բոսրայի պալատները։ Այսպես է ասում Տերը. Ամոնի որդկանց 3 հանցանքի համար և 4-ի համար ետ չեմ դարձնելու, որովհետև նրանք ճղեցին Գաղաադի հղիներին, որպեսզի լայնացնեն իրանց սահմանները, բայց ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի պարսպի վրա, և պիտի լափե նրա պալատները, պատերազմի օրը աղաղակի ժամանակին, փոթորիկի օրը մրրկի մեջ, և նրանց թագավորը գերի պիտի գնա, թե ինքը, թե իր իշխանները միասին, ասում է Տերը։